Միայն այդ կնքման հնարավորությունից թե չէ, որովհետև չի կարող թուղթ կնքելը ինքնանպատակ լինի։ Չնայած հիմա մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ հենց այդպես է։ Այս ամեն ինչից զատ առհասարակ մենք իդենտիֆիկացրել ենք Ադրբեջանի պահանջները, ցանկությունները եւ նպատակները որոնք են, որովհետև եթե չենք իդենտիֆիկացրել, ապա մենք չենք կարող տիրապետել, չենք կարող հասկանալ, թե իրականում ինչին է ձգտում Ադրբեջանը։ Տարածաշրջանում շատ լուրջ վերադասավորումներ են տեղի ունենում եւ այո, հենց առաջին հերթին էական նշանակություն ունի ռուսո-ուկրաինական պատերազմը, որովհետև դա ինչ-որ չափով համաշխարհային պատերազմի սիմուլյացիա է։ Արցախցիները իմ կարծիքով շատ ավելի կազմակերպված պետք է լինեն, որպեսզի իրենց իրավունքների համար պայքարեն։ Այն, որ Ռուսաստանի ազդեցությունը, որը շատ լուրջ նվազել է, սկսել է նորից աճել, նրանք իմ կարծիքով դիտարկում են Հայաստանը որպես կիսակորցրած ակտիվ, որը չեն ուզում կորցնել մինչև վերջ։ Ռուսաստանը փորձում է ԱՄՆ-ի հետ պայմանավորվել այս տարածաշրջանի մասին եւ այսպիսով եթե դա ստացվի, ապա ԱՄՆ-ն չի խոչընդոտելու Ռուսաստանին այստեղ գործել, Հայաստանը չի կարող Եվրամիության անդամ դառնալ, սա բացառված է, որովհետև Եվրամիության անդամակցության հերթ գոյություն ունի, որտեղ 10 երկիր կա, վերջինը Վրաստանն է եւ Վրաստանը անհամեմատ ավելի մոտիկ է Եվրամիության, քան Հայաստանը։ Մեր արտահանումը դեպի Եվրամիություն բացառապես հումք է։ Եվրամիությունը առաջարկ չունի տնտեսական։ Պարզ է, որ մնում ենք կախված Ռուսաստանի հետ հարաբերությունից։ Բայց ինչը պետք է անել արդեն, որպեսզի այդ կախված չլինենք, պետք է ընդլայնենք մեր աշխարհագրությունը Ասիայի հետ, Աֆրիկայի հետ, Հարավարևելյան Ասիայի հետ։ Դուք դիտում եք Armenia Today-ի խոսում ենք գլխավորի մասին, հատուկ նախագծի հերթական թողարկումն է, թողարկումը իմ հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, Հրանտ շնորհակալ եմ եւս մեկ անգամ մեզ մոտ հյուրընկալվելու համար։ Մենք խոսելու ենք նախ այն ամենի մասին, ինչ կատարվում է Հայաստանում եւ Հայաստանի շուրջ հենց այս պահին, որքանով է իրական Հայաստանի իշխանության այս հաշվարկը այս մոտակա ժամանակ Ադրբեջանի հետ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու, դա կոչվի համաձայնագիր, որը, ինչպես նշում են մեր իշխանությունները, եւ Բաքվից այդ արձագանքը եղավ, որ տեքստը պատրաստ է, սակայն մենք տեսնում ենք, որ այնքան էլ ստորագրման մոտ չենք։ Կարող ենք ընդհանրապես պատմական փորձ վերլուծել, որը արդեն ունենք 2021 թվականից սկսած, անընդհատ իշխանությունները ասում են, որ հեսա կստորագրենք, մինչև տարվա վերջ անպայման կստորագրենք եւ անցել է 4 տարին եւ ոչ մի բան չեն ստորագրել եւ սա արդեն ցույց է տալիս, որ այս իրենց վարկածները որպես կանոն այդքան էլ իրականության հետ աղերս չունեն։ Սա մեկ, երկրորդը առհասարակ որևէ թղթի ստորագրումը ունի իմաստ թե չէ եւ ինչ թղթի։ Այստեղ առաջին հերթին պետք է խոսանք բովանդակությունից, երկրորդը համատեքստից, երրորդը հետևանքներից հնարավոր եւ չորրորդը միայն այդ կնքման հնարավորությունից թե չէ, որովհետեւ չի կարող թուղթ կնքելը ինքնանպատակ լինի։ Չնայած հիմա մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ հենց այդպես է։ Եվ եթե ինքնանպատակ է դառնում, ապա դիմացինը, այսինքն բանակցող մյուս կողմը կամ counterpart-ը համարում է, որ քո համար դա գերարժեք է, բարձրագույն գին ունի եւ դու ամեն ինչի կգնաս որպեսզի այդ ստորագրությանը հասնես եւ միշտ փորձելու է քեզ դա վաճառել եւ երբեք չտալ, որովհետեւ քանի դեռ չի ստորագրել ունի լծակ։ Սա իր հերթին։ Բացի այդ, եւս մի հանգամանք կա, առհասարակ այս ամեն ինչից զատ առհասարակ մենք իդենտիֆիկացրել ենք Ադրբեջանի պահանջները, ցանկությունները եւ նպատակները որոնք են, որովհետև եթե չենք իդենտիֆիկացրել, ապա մենք չենք կարող տիրապետել, չենք կարող հասկանալ, թե իրականում ինչին է ձգտում Ադրբեջանը։ Իսկ այդ պարագայում բանակցել եւ ինչ որ բանի հույս ունենալ, դա ոնց որ փակ աչքերով ինչ որտեղ գնալ։ Մոտավորապես դա այն տրամաբանությունն է, որով Հայաստանի ներկայիս իշխանությունները առաջնորդվում են արտաքին քաղաքականության մեջ։ Հիմա բացենք ձեր ասածը, նախ նայենք այն դիտակյունից, որ կարծես թե Հայաստանի ջանքերը նաև ուղղված են միջազգային հանրությանը, որ տեսեք մենք ամբողջովին պատրաստ ենք եւ գնում ենք խաղաղությանը եւ հռետորաբանությամբ է, որքան ժամանակ է դա ասվում, նաև վստահ եմ, որ հասցեատերերից նաև միջազգային հանրությունն է արևմուտքը այս պարագայում, սա արդյոք որոշակիորեն չի օգնում
Հայաստանին ամրապնդելու խաղաղասերի այսպիսի համբավը։ Բայց պետք է մեզ այս համբավը ոչ որևէ բան տալիս է անընդհատ այս շարքումը գնում է որ մենք խաղաղասեր ենք, մենք միջազգային հանրության եւ այլ բայց այս ամեն ինչը ինչ որ օգուտ տալիս, հա, այսինքն վերջին հաշվով մենք գործ ունենք նախ տարածաշրջանի, երկրորդը ժամանակաշրջանի հետ, որտեղ ուժն է կողմնորոշում, ուժ կիրառելու կարողություն, ցանկություն եւ նաեւ այսպես ասած կարողություն թե ֆիզիկական, թե նաև անձնական, հոգեբանական, հա։ Եվ այստեղ մենք բախվում ենք այն իրավիճակի հետ, որտեղ մենք այսօրվա ժամանակաշրջանի եւ այս տարածաշրջանի հիմնական գործիքից հրաժարվում ենք ինքնակամ եւ ակնկալում ենք, որ մեր նպատակներին կհասնենք։ Որոնք են այդ մեր նպատակները։ Մեր նպատակները որոնք են։ Ընդհանրապես պետության նպատակը պետք է լինի առաջին հերթին ժողովրդի բարեկեցությունը, վերարտադրությունը եւ անվտանգությունը եւ վերջին հաշվով ապահովում այն պայմանների, որոնց միջոցով պայմանական ասած 100 տարի հետո եւս այս պետությունը գոյություն է ունենալու ոչ ավելի վատ պայմաններում, քան թե այսօր։ Որևէ խնդիր այս խնդիրներից լուծումա թե ոչ։ Իմ համոզմամբ ոչ, եւ եթե դիտարկենք այս քաղաքականությունը, որը իրականացում է, մենք կտեսնենք, որ սա ուղղակի կարճաժամկետ հաշվարկներն են, որոնք լուծում են թե իշխանության, թե արևմուտքի մարտավարական խնդիրները։ Բայց մարտավարական խնդիրներ լուծելով դու երբեք չես կարող ռազմավարական խնդիրներ լուծես։ Սա է խնդիրը, եւ պետք է դնել ռազմավարական խնդիրները, արևմուտքը պետք է հանել առհասարակ այս այսպես ասած հաշվարկումից, այս բանաձևից բանաձևից, այո, որովհետև Հայաստանի իշխանությունը միայն եւ միայն պետք է Հայաստանի շահերով առաջնորդվի եւ հետագայում արդեն ըստ դրա, ըստ շահերի արդեն բանակցի թե արևմուտքի, թե Ռուսաստանի, թե Չինաստանի, թե ցանկացած այլ խաղացողի հետ, բայց առաջին հերթին պետք է սեփական շահերը հաշվի առնենք։ Իսկ եթե մենք որպես գերնպատակ դնում ենք Եվրամիությունում անդամակցությունը կամ որևէ այլ գործողություն, որը չի ենթադրում անմիջականորեն Հայաստանի առաջխաղացումը, ապա այստեղ մենք արդեն սխալ տեղ ենք կրակում եւ ակնհայտ է, որ սա նաեւ չի կարող լավ հետևանք ունենալ։ Դուք նշեցիք, որ Ադրբեջանը, Բաքուն, Ալիևը օգտագործում են նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը ամբողջովին ցույց է տալիս, որ ուզում է փաստաթուղթ ստորագրել, խաղաղասերը եւ այլն, օգտագործում է հենց Հայաստանի դեմ, այսպես կարճ ասած շանտաժի է ենթարկում եւ այդ շանտաժի դրսևորումներից մեկը նաեւ սահմանին տեղի ունեցողն է։ Մենք տեսանք, որ օրերս մի քանի օր շարունակ Ադրբեջանը իր սիրած, իր բազմիցս կիրառած այդ ճնշման գործիքներից մեկը կիրառեց, նախ ապատեղեկատվություն հրամցնելով ամբողջ աշխարհին, որ տեսեք հայերը հրադադարն են սահմանագծում, շփման գծում զորքերի խախտում, քանի որ օրվա ընթացքում շատ ինտենսիվ էին այդպիսի տեղեկատվություն սփռում լրահոսում ադրբեջանցիները, պաշտոնական լրատվություն, սա այս գործիքը ինչ տվեց իրենց եւ տվեց արդյոք թե ոչ, եւ կարող է դա կրկնվել թե ոչ, եւ գուցե եւ էսկալացիա, իրական էսկալացիայի բերի։ Նախ այս գործիքը ինչի համար է կիրառվում։ Դա կիրառվում է նրա համար, որպեսզի ցույց տան, որ այս հակամարտությունը սարեցված չի, լուծված չի եւ ուժային լուծումը Բաքվի համար միշտ սեղանի վրա դրված։ Եվ այստեղ էական չի իրականում թե ով է նախաձեռնում, հա։ Բաքուն իհարկե ասում է, որ Հայաստանը դրան որևէ մեկը չի հավատում։ Սա պարզ է։ Այստեղ հարցը նրանում է, որ իրականում Բաքուն ցույց է տալիս բոլորին, որ պատերազմը կարող է լինել կամ պատերազմը շարունակվում է։ Եվ այսպիսով հենց այս միտքն է, հենց այս հիմնական մեսեջն է, որը Ադրբեջանը հասցնում է։ Այս կեղծարարությամբ նույնիսկ։ Այո։ Որովհետև նա ցույց է տալիս, հա տեսեք, այդտեղ շարժեր կան, եթե դուք ներառված չեք այս տարածաշրջանի գործերի մեջ, հələ մտածեք, մենք ճիշտ ենք թե չէ, այսինքն դա Հայաստանն է թե Ադրբեջանն է, եթե ներառված եք, եթե գիտակցում եք թե դա իհարկե Ադրբեջանն է, ապա այդ բaragam ուղղակի իմացեք, որ այո, մենք պատրաստ ենք էլի պատերազմը սկսել, էլի գցել սա Հայաստանի վրա, իսկ դուք հետո մտածեք, դուք պատրաստ եք այդտեղ ինչ որ ձևով մեզ խանգարել։ Եվ մենք տեսնում ենք, որ որևէ մեկը պատրաստ չի, գուցե բացի Իրանից, հա։ Եվ այսպիսով այս պայծությամբ վիճակը այնպեսին է, որ Ադրբեջանը ուղղակի ցույց է տալիս բոլորին, որ ինքը իր նպատակներին ուժային ճանապարհով գնում է հասնելու։ Հիմա
երբ է գնալու անմիջականորեն ուժային ճանապարհին, այն ձեր ասած էսկալացիային, սա արդեն երկրորդ հարց է, ստեղ մի քիչ գուշակության խնդիր է բացում կամ ինչ ուրիշ բան, բայց եկեք մի քանի բան առանձնացնեմ ամեն դեպքում։ Բացի այս կեղծ տեղեկություններից մենք եւս մի քանի բան տեսանք։ Մեկը զինտեխնիկայի եւ զինվորների տեղափոխում դեպի սահման։ Որոշակի զորահավաք նաև բերաբար Ադրբեջանում։ Այո։ Երկրորդը այդ ամեն ինչը նկարելու արգելք եւ բլոգերին, ով որ դա նկարել է, կալանավորել են։ Երրորդը միջազգային կառույցների գրասենյակների փակում, այդ թվում ՄԱԿ-ի գրասենյակի փակում, այդ թվում տարբեր ռուսական, բրիտանական, ամերիկյան լրատվամիջոցների գրասենյակների փակում եւ այլն, այսինքն օտարերկրյա ներկայության վերացում եւ նաեւ հավելեմ, որ Կարմիր խաչի գրասենյակն է փակվում այստեղ, չորրորդը արդեն է ապատեգատությունը եւ բազմաթիվ այլ ինդիկատորներ կան, հա, այսինքն մենք ստեղ տեսնում ենք, որ համապարփակ պատերազմին պատրաստվելու քաղաքականություն է վարվում, եթե դրան գումարենք այն, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ անընդհատ անցկացնում է զորավարժություններ, օրինակ Կարսում միասնական զորավարժություններ են անում, տենասում դեմ են անում, տենաս ինչ են պատրաստում, տենաս ինչ մանյովր են մշակում, տենասում դեմ է կիրառվելու այս ամեն ինչը, եւ այս ամեն ինչը հաշվի առնելով իմ մոտ միայն մի եզրակացություն է գալիս, այսինքն ինչ արձագանք կա հայկական կողմից, բարձր Ադրբեջանը իր քաղաքականություն ունի, հայկական կողմից ինչ արձագանք կա, իմ գնահատմամբ հայկական կողմի այսօրվա դրությամբ արձագանքը այն է, որպեսզի Ադրբեջանին չի խոչընդոտել պատերազմ պատրաստելու, պատերազմով իր հարցերը լուծելու եւ այսպիսով մեծաշով հայկական կողմը չի խանգարում Ադրբեջանին իր հարցերը ուժով լուծել Հայաստանի հաշվին, այսինքն հայկական կողմը ասելով ներկայիս իշխանությունները նկատի ունեմ։ Ներկայիս իշխանությունները ձեր նշած նաև որոշակի հռետորաբանություն են այժմ կիրառում, որը կարծես թե որոշ չափի դուք հաստատեք կամ հերքեք հասցեագրվում է Բաքվին։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարեց, որ այո, Հայաստանը հիմա կավարտի կփակի Ղարաբաղյան շարժման էջը։ Սա հասցեագրված էր Բաքվին, թե ներքին լսարանին։ Սա Բաքվի հրամանով հասցեագրված է ներքին լսարանին։ Այսինքն, ինչ հարց է լուծում, նախ այո, անշուշտ ձեր մեջ բերածը, այո, պետք է որակավորել որպես ադրբեջանական նարատիվ, բայց դա միայն այդպիսի դեպք չէ, ներկայիս իշխանությունները անդադար մշտական ամեն օրվա կտրվածքով զբաղվում են ադրբեջանական եւ հակահայկական նարատիվներ տարածելով եւ թուրքական նարատիվներ։ Օրինակներ բերեմ։ Օրինակ ասել են ժամանակին, որ այ մտել եք ուրիշի տարածք եւ ինչ եք ուզում։ Այսինքն արտարացնում են Ադրբեջանի սանձազերծված պատերազմը թե Հայաստանի, թե Արցախի նկատմամբ։ Հետո Արցախում էթնիկ զտումը եւ ցեղասպանության փորձը արդարացնելու բազմաթիվ դեպքեր։ Հետո պատմության գրքերը վերաձևակերպելու փորձերը եւ աշխատանքը։ Հետո երբ որ Ալիևը սկսում է խոսալ, որ Հայաստանը պետք է սահմանադրությունը փոխի եւ նույն օրը կամ հաջորդ օրը Փաշինյանը դուրս է գալիս նույն կոչերով։ Հետո բոլոր հարցերում, որտեղ հնարավոր է ասենք արդարացնել Ադրբեջանին եւ Թուրքիային եւ վերագրել հակամարտության սկիզբը Հայաստանին եւ հայերին, օրինակ հայտարարությունները, որ եթե մենք ճշնամություն չանենք, իրանք էլ չեն անի եւ այսպիսով խաղաղություն կհաստատվի, այսինքն անուղղակիորեն ստեղ մենք ելնում ենք այն իրողությունից, որ մենք ենք սկսել այս բանը, հա, այս հակամարտությունը, չնայած ուժ կիրառելը միշտ եկել է Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Այսպիսով հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հակամարտությունում ամբողջությամբ հայերի վրա է գծվում պատասխանատվությունը եւ վերջինը նաեւ ցեղասպանության արդարացումը, մեղմացումը, փոքրացումը եւ առհասարակ հրաժարումը ցեղասպանության խնդրից
Սա այս իշխանությունների քաղաքականության մասերն են եւ այդ ֆոնին ուղղակի իրականացվում է բնակչության, այսպես ասած, շեղելու գործընթաց, ուշադրությունը շեղելու գործընթաց, տարբեր փառատոներ անիմաստ, տարբեր ինչ որ PR եւ անիմաստ բանավեճեր, չգիտեմ, կաֆեներում աղի մասին եւ այլ, որոնց եւ այդ սադրանքներին ցավոք սրտի բազմաթիվ մարդիկ տրվում են, որպեսզի էականը չքննարկվի եւ քննարկվի լրիվ երկրորդականը եւ այն մարդկանց քաղաքական ուժերին, որոնք փորձում են դրան ընդդիմանալ, անընդհատ բանտարկելու փորձեր կամ ճնշելու եւ երկրում վերջին հաշվով ավտորիտարիզմ հաստատելը, ինչի համար, որպեսզի թույլ տան, որպեսզի իրականացնեն այս քաղաքական ծրագիրը, որը կոչվում է, որը եկեք բացենք փակագծերը, հայկական ինքնիշխանության եւ հայկական քաղաքական գործոնի վերացումը այս տարածաշրջանում։ Այս քաղաքականությունը իրականացում այս իշխանությունների միջոցով եւ իդեպ հավելեմ նաեւ, որ այս իշխանությունների նախորդ կարիերայից, այսինքն նկատի ունեմ ներկա վարչապետի հին հոդվածներից կամ իր գրքից, եթե մենք բացենք, կարդանք ինչ է ինքը գրել, ապա այս ամեն ինչ ինքը գրել է։ Ինքը միշտ եղել է Հայաստանում հակահայկական եւ թուրքամետ նարատիվների տարածողը, քարոզել էր դեռ 99 թվականից սկսած միջանցքը Թուրքիայի համար եւ այլ բազմաթիվ բաներ, հերոսական անցյալից հրաժարումը, Արցախ հանձնել Ադրբեջան եւ այլն, այս ամեն ինչը ասել է ժամանակին եւ հիմա անում է։ Արցախյան հարցի փակումը որոշակիորեն կապվում է նաև Մինսկի խմբի ընդհանրապես գործունեությանը, պարզ է, դե ֆակտո այդ խումբը չի գործում, դե այդտեղ կան ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, հետո կարող է գործել։ Հա, բայց դե յուրե այդ խումբը լուծարված չէ։ Հիմա դրա մասին խոսում է, դե հասկանալի է, որ Ադրբեջանի ուղիղ պահանջն է, այս ենթադրենք դե յուրե, այսինքն միջազգային հանրության մակարդակում, շատ բարձր մակարդակներում ընդհանրապես Արցախի հարցը քննարկելու մնացել էր այս խումբը որպես այդպեսին։ Հիմա Մինսկի խմբի լուծարումով իսկապես վերջնական կկորցնենք լծակը միջազգային մակարդակում Արցախի հարցը բարձրացնելու, թե ոչ։ Մի քանի ուղղությամբ Ադրբեջանը գործում։ Նաև ավելացնենք, որ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի նաև միջազգային դատարաններում հայցերից, եւ սա եւս նույն ուղղությամբ է տանում։ Այսինքն Ադրբեջանը գործել է ոճրագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ, հայերի դեմ հանցագործություններ եւ ուզում է, որ Հայաստանը հետ կանչի։ Դա տրվում է այն սոուսով, որ իբր երկկողմանի հրաժարում լինելու։ Իրականում նախ Ադրբեջանը իր կողմից իմ կարծիքով չի հրաժարվելու, բայց նույնիսկ եթե հրաժարվի, ադրբեջանական հայցերը շատ թույլ են, ոչ մի բովանդակություն չունեն, հայկական հայցերը շատ ծանրակշիռ են, եւ Ալիևը որպես հանցագործ չի ուզում այս ամեն ինչը շարունակվի։ Պարզ է, որ շատ լուրջ մտավախություններ չունի այս ամեն ինչից։ Այս դատական գործընթացը այդքան էլ այդպես աշխարհակահական փոփոխություններ չի կարող բերել, բայց ամեն դեպքում ճնշելու գործիք է։ Հիմա սրանից Հայաստանը հրաժարվեց, Մինսկի խմբից հրաժարվեց, Ռուսաստանի հետ անվտանգային երկխոսությունից հրաժարվեց, որին նաև ինչ որ կերպ, որը նպաստեց, որ օրինակ ռուսական զորախումբը դուրս գա Արցախի տարածքից, հետո կարող ենք հիշել իր գնալը եւ Շարլ Միշելի ներկայությամբ հրաժարվել Արցախից եւ այս ամբողջ շղթան, այսինքն Ալիևը ճնշում է, Փաշինյանը գնում է ճնշումների եւ մենք տեսնում ենք, որ վերջին հաշվով բոլոր լծակները վերանում են։ Արդյոք Մինսկի խումբը վերջին լծակ է, ոչ, որովհետև էլի բազմաթիվ բաներ կարելի է ստեղծել եւ աշխատացնել, բայց ամեն դեպքում ցանկացած լծակ, հիմա օրինակ մեքենան երևի եթե 3 անիվ ունի, մնացած հետո 1 անիվի տեղի ինչ որ բան պատտենք, էլի կարա շարժվի, բայց պարզ է, որ 4 անիվ է պետք, որպեսզի լավ գնա։ Եվ փորձում են հիմա բոլոր մեխանիզմները վերացնել։ Այս համատեքստում նաև ինչու է Փաշինյանը կրկին բարձրացնում նախկին նախագահի հետ բանավիճելու թեման, մենք չենք մոռանում, որ այդ բանավիճելու թեման հենց արցախյան թեման է, բանակցային գործընթացը, որը վարվել է 3 տասնամյակ գրեթե, այս թեման ինչու է փորձում դարձյալ բերել ասպարեզ եւ ինչու է բերում
Նիկոլ Փաշինյանը ներկայիս իշխանությունը դարձյալ մատ թափտալով նախկին նախագահների կողմը։ Սա ունի մի Ընդ քանի որում այսպիսի արտահայտություններ թույլ տալով։ պատերով ծեփեմ եւ այլն։ Այստեղ մի քանի պատճառ կա։ Առաջինը այդ նույն Ալիևի պատվերի կատարումը, որ Հայաստանում Արցախյան հարց փակել եւ նրանք թվում է, որ եթե ինքը ուղակի բանավեճում հաղթի, ապա դա նպաստելու է Արցախյան հարցի փակմանը։ Ինչ որտեղ շատ փոքր չափով, բայց սա արդարացված մոտեցում է։ Երկրորդը նա գիտի շատ լավ, որ ինքը դեմագոգ է, իսկ մյուս նախագահները տարիքով մարդիկ են եւ այդքան էլ շատ այսպես ասած բանավեճային արվեստին կարողա չտիրապետեն։ Եվ այսպիսով նա նաև իր սեփական դեմագոգիայի հույս ունի, ակնհայտորեն հենց սրա վրա է խաղադրույքը անում։ Եվ երրորդը նա հույս ունի, որ էլի վերակենդանացնելու է այն մոլուցքը նախկիների սև ու սպիտակի եւ այլն, որի վրա ինքը միշտ խաղում է եւ ինքը միշտ սրա հաշվին է արդարացրել Արցախի հանձնումը։ Հիշենք, որ նոյեմբերի 9-ի գիշեր, երբ որ ինքը առաջին կապիտուլյացիա է ստորագրել, այդ ժամանակ ինքը դուրս է գալիս եթեր, արդեն նոյեմբերի 10-ի գիշեր, ավելի ճիշտ նոյեմբերի 9-ից 10-ի գիշեր, դուրս է գալիս եթեր եւ սկսում է գոռալ քաղաքացու վրեժի ժամանակն է գալիս եւ այլն, այսինքն ինքը միանգամից ուշադրություն է շեղում նախկին նախագահների վրա, որովհետև նրանց անունների հետ կապված է հետխորհրդային ինստիտուտների եւ տնտեսության անկում, որովհետև ժամանակային տեսանկյունից նրանք եղել են 90-ականներից սկսած իշխել են Հայաստանում։ Եվ պարզ է, որ նրանց անունների հետ է կապվում դա, այսինքն կապիտալիզմի ստեղծումը, որը նաև բերել է բևեռացում բնակչության, սոլիդարության պակաս, տնտեսական քաղաքականության մեջ սխալները, բացի դրանից օբյեկտիվորեն բազմաթիվ խնդիրներ կային, եւ այն այս ամեն ինչը բարդվում է նրանց վրա, որտեղ կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներ, բայց ինքը փորձում է էլի այդ թեման շարքել, նաեւ չհասկանալով, որ դա այլևս չի աշխատում, բայց իր աջակցության կորիզը, այն մարդիկ, ովքեր աջակցում են այդ օրակարգին, դեռ ինչ որ չափով կան, չնայած քանակով շատ փոքրացել են, բայց իրեն պետք է միշտ այդ կորիզը պինդ պահել, որպեսզի շարունակի էլի նախկիներով վախացնել բոլորին, չնայած որ արդեն երկրում բոլորը տեսնում են, որ բռնարարը, ավտորիտարը էլի ինքն է, կոռումպացվածը էլի ինքն է, որ ասենք, եթե ինչ-որ բանի մեջ պետք է ինչ-որ մեկին մեղադրել, հենց ինքն է։ Եվ այսպիսով այստեղ խոսալ, որ նախկիններ եւ այլն, բայց ինքը դեռ փորձում է, որովհետեւ դա իր սիրած զենքն է, այսպես ասած, քաղաքական։ Հրան դուք ընդհանրապես որևէ մի պահի պատկերացրել եք, որ նախագահներից որևէ մեկը այդ բանավեճի մարտահրավերը կընդունի։ Դուք պատկերացրել եք, որ այդպիսի բանավեճ կարող է տեղի ունենալ, որը ենթադրենք հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Մի քիչ դժվար եմ պատկերացնում, բայց Փաշինյանը նաև փորձում է շահարկել իրենց հրաժարումը այդ բանավեճից։ Իմ կարծիքով այն, որ ինքը վերջին անգամ շատ էմոցիոնալ եւ հիստերիկացած խոսում էր, դա ցույց է տալիս, որ ինքը զգում է, որ իր քարտերը կորցնում է, որ իր քաղաքականության, որ այսպես ասեմ, ուրեմն Լինկոլնի հայտնի մեջբերում կա, որ դու կարող ես խաբել, դու չես կարող ամբողջ ժողովրդին միշտ խաբել, դու կարող ես քչերին խաբել միշտ, կարող ես շատերին խաբել կարճ ժամանակ, բայց դու չես կարող բոլորին խաբել միշտ։ Եվ հենց այս իրավիճակն է, այսինքն սկզբից խաբել է բոլորին, իսկ հիմա մեծ մասը հասկացել է, թե իր խաբեբայության ուղղությունը որն է, եւ արդեն այլևս չի աշխատում այս ամեն ինչը, բայց ինքը դեռ հույս ունի։ Իսկ մյուս նախագահները իհարկե չեն ընդունելու այս բանավեճի մարտահրավեր, բայց մի անգամ հիշենք, որ Սերժ Սարգսյանը ընդունել է հանրային բանավեճի մարտահրավեր Նիկոլ Փաշինյանի հետ 2018 թվականին, որտեղ թույլ է տվել սխալը, թե իր հետ բանավեճելու, թե նաև բանավեճի տեսանկյունից, որովհետև նա չէր մտածում, որ դա իրապես ինչ որ բանի վրա կարող է ազդել, իսկ Նիկոլ Փաշինյանը դրան շատ ավելի լավ պատրաստվել է եւ առհասարակ բանավեճային արվեստի
արվեստի ինքը մասնագետ է, շատ լուրջ, առաջին հերթին հենց դեմագոգիայի տեսքով, որովհետև նա բոլոր խոսքերը ֆրազնում է տարբեր ձևերով, այսօր մի կերպ, վաղը մյուս կերպ եւ այլն, եւ այսպիսով մի օր Հայաստանի բանակը ամենաուժեղն է, այդ իր օրոք ասում, մյուս օրը դե նախկիններն են մեղավոր, որ պարտվել ենք, մյուս օր էլի ինչ-որ բան, բայց էական այն է, որ ինքը դեմագոգ է եւ հենց դրա հույսով ինքը կանչել է մարտահրավեր նետել է մյուս նախագահներին։ Իհարկե նախկին այդ 3 նախագահների գրասենյակները պատասխանել են, հիմնական պատասխան են գրավոր, դա լրահոսով տարածվեց, լրատվամիջոցները դրա մասին խոսեցին, որոշակիորեն խոսվեց նաև մասնագիտական շրջանակում, բացատրվեց եւ այլն, բայց Նիկոլ Փաշինյանը իր այդպիսի խիստ տոնով իր խոսել է, իր այդ ելույթը տեղի ունեցել երկրի գլխավոր քաղաքական ամբիոնում։ Դուք նշեցիք, որ արդյոք իսկապես կարող է նույնիսկ հրաժարումը բանավեճից, նախագահների հրաժարումը դարձյալ իր օգտին աշխատի։ Հիմա աշխատում է թե ոչ, նույնիսկ այն պարագային, որ նախկին նախագահների գրասենյակների այդ պատասխաններում նաև սարկազմի այդ նոտաները կային։ Ինքը չի լուծում խնդիրը, որ բոլորին դարձի բերի։ Փաշինյանը լուծում է խնդիրը, որ իր աջակիցներին ամուր պահի միշտ իր հետ։ Սա ենթադրում է, որ ինքը միշտ պետք է օրակարգը թելադրի։ Հիմա այդ օրակարգը եկեք բանավիճեք, եթե ասելու բան ունեք, դե այն մարդիկ, ովքեր դեռ իրեն աջակցում են, այդպիսիներ երկրում մոտավորապես 30% են այս պայծրությամբ երևի, եւ այդ մարդիկ կնայեն, հա, դե Փաշինյանը տես ինչ ասել, հա, ու նրանք վախեցել են չեն եկել։ Այս մարդկանց վրա դա կաշխատի։ Ինքը այս խնդիրն է լուծում։ Եթե մենք չմտածենք, որ ինքը լուծում է խնդիրը, որ մնացած 70%-ին դուր գա, ապա այս պարագայում մենք ճիշտ կհասկանանք իրավիճակը։ Իսկ ինչպես է արձագանքում հանրությունը, ամեն դեպքում սրա համար սոցիոլոգիական ուսումնասիրություններ են պետք, որը ես չեմ արել եւ չեմ տիրապետում, դրա համար չեմ կարող միանշանակ մեկնաբանություն տալ։ Վերադառնանք ընդհանուր տարածաշրջանային խնդիրներին, ինչպես է փոխվում ուժերի հարաբերակցությունը մեր տարածաշրջանում, այստեղ դիտարկում ենք թե Իրանի հարցը, թե Միացյալ Նահանգների ազդեցությունն ու ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր դադարեցումը։ Հա, տարածաշրջանում շատ լուրջ վերադասավորումներ են տեղի ունենում եւ այո, հենց առաջին հերթին էական նշանակություն ունի ռուս-ուկրաինական պատերազմը, որովհետեւ դա ինչ որ չափով համաշխարհային պատերազմի սիմուլյացիա է եղել։ Այսինքն այդտեղ ամբողջ արևմուտքը ինչքան էլ պնդեն, որ դա ուղղակի իրանք աջակցում են Ուկրաինային, իրանք անմիջապես մասնակցել են, ուղղորդել են, սադրել են եւ մասնակցում են հիմա Ռուսաստանի դեմ պատերազմին։ Եվ երբ եկել է պահը, բայց մի հանգամանք կա, ամեն դեպքում Ռուսաստանի Բեռլինը այս պատերազմը տեղի ունենում եւ արևմուտքի տեսանկյունից դա ոչ այնքան հաճելի ճակատն է, լոգիստիկական տեսանկյունից Ռուսաստանին շատ ավելի հեշտ է զենք զինամթերք հասցնել, դրան գումարած Ռուսաստանը քանակական տեսանկյունից բավականին լուրջ քարտեր ունի այս պատերազմում, հա, եւ վերջին հաշվով բազմաթիվ սխալներից հետո Ռուսաստանի ղեկավարությունը որոշ ճիշտ որոշումներ կայացրեց եւ սկսեց քիչ-քիչ հաղթել։ Եվ երբ եկել է պահը պարտվելու, ԱՄՆ-ն որոշեց, որ այսինքն նոր վարչակարգը արդեն որոշեցին, որ իրանք էլի պետք է պարտվածների շարքում չլինեն, իրանք էլի հաղթածների շարքում պետք է լինեն։ Այսինքն սկզբից երբ որ Ռուսաստանը զրկակներ էր կրում, խնդիրներ ուներ, ճնշում էին ամերիկացիները ոնց որ ձիու վրային, հիմա Ռուսաստանն է սկսել հաղթել, էլի ամերիկացիները ուզում են ձիու վրա մնան։ Սա է ընդամենը հարցը եւ Թրամփի եւ Ամերիկայում աշխարհակահաղական փոփոխության պատճառներից մեկը զգալի պատճառը հենց այս ուկրաինական պատերազմն է, որովհետև բարձր հասկանում ենք հանրապետականների եւ դեմոկրատների միջև բավականին մոտիկ հարաբերակցություն կա, նրանց միջև շատ մեծ տարբերություն չկա եւ շարքվեց, օգտագործվեց շատ լուրջ այն հանգամանքը, որ ուկրաինական պատերազմը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, որ դա շատ լուրջ ռիսկեր է ստեղծում եւ այն, որ նրանք գնալու են խաղաղության։ Եվ այս օրակարգը զգալիորեն նպաստեց, որ Դոնալդ Թրամփը հաղթի մի կողմից։ Մյուս կողմից իր թիմը քիչ թե շատ ունի կոնսոլիդացված կարծիք այս թեմայով։ Մյուս կողմից իրեն փորձում են թույլ չտալ, որպեսզի իշխանության գա, եւ փորձում են, որպեսզի նույնիսկ վերացնեն ֆիզիկապես էլի ուկրաինական պատերազմի պատճառով։ Ինչու՞։ Որովհետեւ բոլոր 3 մարդիկ, ում որ իդենտիֆիկացել են, որ փորձել են Թրամփին սպանել, 3 դեպքում էլ
նրանց սոցցանցերը ուսումնասիրելով, նրանց կենսագրությունը, կապերը ուսումնասիրելով միշտ ուկրաինական հետքեր դուրս գալիս։ Այսինքն այս թեման թերագնահատել պետք չի։ Ուկրաինական այս պատերազմի շուրջ ձևավորվել է արդեն աշխարհական փոփոխություն, որը սկսվել է ԱՄՆ-ից եւ հիմա արդեն լայնանում է։ Դա ինչպես է անդրադառնում մեր տարածաշրջանը։ Այո, հիմա մի քիչ sense երկար սկսեցի, որպեսզի արդեն գամ, որպեսզի լրջությունը հասկանանք ის իրավիճակի, մեր տարածաշրջանում դա կարող է մի քանի կերպ անդրադառնալ։ Նախ ինչքանով հաջողակ է լինելու փորձը այս հակամարտությունը լուծել։ Այս պայծառությամբ մենք տեսնում ենք, որ դեռ այդքան չի լուծվում, հա։ Բազմաթիվ խոչընդոտող հանգամանքներ եւ մարդիկ կան։ Եվ նրանից թե ինչպես է ավարտվելու այս պատերազմը, շատ բան է կախված լինելու, բայց ամեն դեպքում երբ էլ ավարտվի գոնե տաք փուլը, Ռուսաստանի ձեռքերը ազատվելու են այս տարածաշրջանում ավելի ակտիվ գործելու եւ իմ կարծիքով շատ ավելի մեծ ուշադրությունը դարձնելու են հենց հարավային Կովկասին, այդ թվում Հայաստանին եւ մենք տեսնում ենք ինչքան Ռուսաստանը ստանձնում է ձեռքերի ազատություն, այդքան շատ սկսում է արդեն խոսալ Հայաստանի մասին։ Եվ հայտարարությունները շատացել են, հա, Օվերչուկի հայտարարությունները, Զախարովայի եւ այլն շատանում են եւ նրանք իմ կարծիքով դիտարկում են Հայաստանը որպես կիսակորցրած ակտիվ, որը չեն ուզում կորցնել մինչև վերջ եւ փորձելու են վերադառնալ եւ փորձելու են ճնշել իշխանություններին, ճնշել երկրին, որպեսզի թույլ չտան, որպեսզի Հայաստանը ամբողջությամբ դուրս գա վերահսկողությունից։ Սա մեկ, երկրորդը Իրան, Թուրքիա, Ռուսաստան երանկյուն շատ անկայուն իրավիճակը, մենք տեսնում ենք Թուրքիայում անկայուն իրավիճակը, Իրանում անկայուն իրավիճակը, Ռուսաստանը ներսում կայունացրել է իրավիճակը, բայց դրսում էլի անկայուն է, որովհետև շատ լուրջ հակամարտությունը շարունակվում է Եվրամիության հետ եւ Մեծ Բրիտանիայի հետ։ Մյուսը վերադասավորումներ նաեւ այլ տեղերում են տեղի ունենում, հատկապես Միջին Արևելքում մենք տեսնում ենք, որ Իսրայել, Իրան եւ Եմեն այս իրադարձությունները եւս շարունակում են ու պլյուս Սիրիայում իրադարձությունները էլ շարունակում են։ Այսինքն իմ կարծիքով այստեղ որպեսզի մենք կողմնորոշվենք ինչ է լինելու, կամ պետք է շատ լուրջ ինստիտուտ աշխատի, որպեսզի բոլոր սցենարները արտահայտի եւ նրանց հավանականությունը գրի, կամ էլ ուղղակի հասկանանք, թե որ հանգամանքներն են ազդում։ Ես թվարկեցի շատերը եւ կարծում եմ, որ քիչ թե շատ հստակություն մենք ունենանք ավելի ուշ, բայց այն, որ Ռուսաստանի ազդեցությունը, որը շատ լուրջ նվազել է, սկսելու է նորից աճել, դա մեկ փաստ, երկրորդ փաստ Ռուսաստանը փորձում է ԱՄՆ-ի հետ պայմանավորվել այս տարածաշրջանի մասին եւ այսպիսով եթե դա ստացվի, ապա ԱՄՆ-ն չի խոչընդոտելու Ռուսաստանին ստեղ գործել, սա երկրորդը։ Երրորդը Ռուսաստանը ամեն դեպքում չի հրաժարվելու Չինաստանի ու Իրանի հետ երկխոսությունից եւ այսպիսով Իրանի հետ քաղաքականությունը քիչ թե շատ համաձայնեցված է լինելու եւ բազմաթիվ այլ բաներ պետք է հաշվի առնենք, որ քիչ թե շատ BRICS-ի երկրների ազդեցությունը այս տարածաշրջանում աճելու է։ Եվրամիության ազդեցությունը այս տարածաշրջանում նվազելու է։ Այս երկու միտումը հաստատ կարող ենք որպես հեռանկարային դիտարկենք։ Դուք նշեցիք նաև Ռուսաստանի փոխվարչապետի հայտնի հայտարարությունը, առաջին հայտարարությունը չէր իհարկե կապված Հայաստանի այսպես են իրենք ձևակերպում խաղի հետ, Եվրամիություն, ԵԱՏՄ այս երկընտրանքի միջև, ով վերջուկ ուղիղ ասեց երկու աթոռի վրա միաժամանակ նստել ձեզ չի հաջողվի, դուք ընտրությունը կատարեք, հա տեսնում ենք այդ նախագիծը ձեր Եվրամիության հետ։ Հիմա ինչ հետևանք կարող է Հայաստանի համար ունենալ, հատկապես տնտեսական ոլորտում ազգային ժողովի այս որոշումը ԵՄ-ի հետ ինտեգրվելու վերաբերյալ, որը կարծես օրենքի ուժ է ստանում, այսինքն սա ինչ է իրենից ներկայացնում եւ ինչ հետևանք կարող է լինել Հայաստանի համար տնտեսապես հաշվի առնելով Ռուսաստանի հնարավոր պատասխանը։ Գիտեք, այս բնութագրումը, որ սա խաղ է, իսկապես շատ ճիշտ բնութագրում է, որովհետև իրականում Հայաստանը չի կարող Եվրամիության անդամ դառնալ, սա բացառված է, որովհետև Եվրամիության անդամակցության հերթ գոյություն ունի, որտեղ 10 երկիր կա, վերջինը Վրաստանն է եւ Վրաստանը անհամեմատ ավելի մոտիկ է Եվրամիության, քան Հայաստանը, անդամակցության նկատի ունեմ։ Այսինքն, իսկ վերջին երկիրը, որը դարձել է Եվրամիության անդամ, եղել է Խորվաթիան 2013 թվականին, մինչ այդ Բուլղարիան, Ռումինիան 2007 թվականին եւ դրանից հետո 2016-ից մինչեւ 22 թիվ դուրս է եկել Մեծ Բրիտանիան։ Այսինքն, եթե վերցնենք 2007
թվականից մինչև այսօր, ապա միջինում Եվրամիությունը ավելի շատ փոքրանում է։ Այսօրվա դրությամբ կան արդյոք լայնացման միտումներ, շատ հարցական է։ Իհարկե մեկ-մեկ Եվրախանձնաժողովի ներկայացուցիչները ասում են, 2030 թվականին կարող են լայնվեն եւ օրինակ Չեռնոգորիա ընդունեն։ Սա բացառված չի, բայց գիտակցենք, որ Չեռնոգորիայից ավելի մեծ երկիր հաստատ հնարավոր չի։ Ոչ Բոսնիան, ոչ Սերբիան չի կարող Եվրամիության անդամ դառնալ, ել չեմ խոսում մյուսների մասին, Ուկրաինա եւ այլն, սա անլուրջ է։ Այո, մեկ-մեկ այդ նման հայտարարություններ արվում են, սա ուղղակի անլուրջ է։ Սա պետք է մոռանալ, սա չի լինելու եւ այսպիսով հետեւյալ վիճակ է։ Ուրեմն Հայաստանը Եվրամիության անդամ չի դառնա, ոչ այսօր, ոչ 20 տարուց, ոչ 30 տարուց չի դառնա։ Այսպիսով ինչ նպատակ ունի այս խաղը։ Այսինքն նպատակը գործընթացն է։ Մեծ հաշվով նպատակը փշացնել հարաբերություններ Ռուսաստանի հետ հենց։ Եվ այս քաղաքականությունը դրդված է դրսից։ Այսինքն ուղղորդվում է դրսից եւ մենք տեսնում ենք իշխանությունների անդադար հանդիպումներ արևմուտքի ներկայացուցիչների հետ, որոնք հուշում են, որ ուղղությամբ գնալ։ Որոշ դեպքերում բացահայտվում է այս քննարկումները, որոշ դեպքերում ուղղակի գաղտնի է մնում եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ այս քաղաքականությունը դրսից ուղղորդվում է։ Այդքան բան, այսպիսով Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ այս խաղը ոչ թե Եվրամիությունում անդամակցելու վերաբերյալ է, այլ ուղղակի, որ Հայաստանը շատ փոքրիկ քաղաքական ճակատբացի Ռուսաստանի դեմ։ Իդեպ այս խաղը հասկացել են նաեւ Վրաստանում եւ Վրաստանում հրաժարվել են այդ խաղը խաղալուց եւ Եվրամիությունը այնքան քննադատեց, այնքան փորձեց Վրաստանի իշխանություններին գցել, բայց հիմա ով է հաղթած դուրս եկել, էլի Վրաստանը։ Այսինքն ինչ է ստացվում։ Վրաստանի իշխանությունները երկու խաղադրույք են արել, մեկը որ Ամերիկայում Թրամփն է հաղթելու ու երկրորդը որ ուկրաինական պատերազմում Ռուսաստանը հաղթելու։ Երկու դեպքում էլ իրանք հաղթել են։ Հայաստանի իշխանությունները երկու դեպքում էլ հակառակ եւ երկու դեպքում էլ պարտվել են եւ սխալվել են։ Ինչու՞, որովհետեւ բոլոր մյուս դեպքերում եւս սխալվում են եւ պարտվում են։ Կարող է լինել պատասխան Ռուսաստանից Հայաստանի ազգային ժողովի կամ այսպես ասեմ Հայաստանի իշխանության այս ձեռնարկած գործընթացի եւ այդ հետևանքը մեզ վրա անհատապես Հայաստանի քաղաքացու վրա կազդի կերևա։ Ես կարծում եմ, որ մի քանի ուղղությամբ պատասխան լինելու, ես իհարկե չեմ ուզում որևէ մեկին հուշել, թե ինչպես պետք է պատասխանեն Հայաստանին, դրա համար փորձելու եմ մի քիչ ավելի լղոզված խոսալ, բայց մի քանի ուղղությամբ է լինելու։ Առաջին հարվածը իհարկե լինելու է հենց քաղաքականությունը իրականացնողներին։ Կարծում եմ արդեն այդ քաղաքականությունը իրականացվում է, այսինքն իշխանության հետ կապված օլիգարխների մասին եմ խոսում։ Սա առաջինը, երկրորդը ճնշումը լինելու արդեն երկրի վրա եւ թե քաղաքական, թե արդեն ինչ որտեղ տնտեսական, ռազմական եւ այլն։ Այդ ճնշումը լինելու է։ Երրորդը արդեն լինելու է շատ ավելի ստույգ պահանջարկ կամ Հայաստանը հրաժարվելու է Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացից կամ Ռուսաստանը դնելու է հարց Հայաստանի անդամակցության ԵԱՏՄ-ում։ Այսինքն դնելու է հարց, որ կամ Հայաստանը անդամակցում է ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին միաժամանակ կամ միաժամանակ դուրս է գալիս։ Եվ այսպիսով մոտավորապես այս ձևաչափով գնալու է ճնշումը ու պլյուս դրան հարցը լուծելու են ԱՄՆ-ի հետ ավելի շուտ, քան թե Եվրամիության հետ։ ԵԱՏՄ-ից դուրս գալ ակնհայտ տնտեսական հետևանքներ, որքան ես հասկանում եմ, Ինչ վերաբերվում է Հայաստանի քաղաքացիների հետևանքների մասին, ապա պարզ է, մենք արդեն տեսնում ենք, որ քիչ-քիչ ռեէքսպորտը Հայաստանի տարածքով կամ Հայաստանի միջոցով նվազում է եւ արդեն փետրվարին մենք ունենք ավելի թուլացած տնտեսական ակտիվություն եւ այլն, այս ամեն ինչը կա եւ կարող է շատ լուրջ տնտեսական անկում լինել, բայց ես ճիշտ ասած չեմ ուզում այս պատկերը այտենց ներկայացնել, շատ վախեցնել, որովհետեւ նախ հույս ունեմ, որ չի իրականացվի եւ երկրորդը ամեն դեպքում չեմ ուզում այսպիսի բոլոր խնդիրները առանձնացնել, որովհետև պարզ է, որ եթե Հայաստանը ձեռք է բերել ԵԱՏՄ-ում անդամակցելու ընթացքում լրացուցիչ մոտավորապես 20% տնտեսական աճը, ապա այդ ամեն ինչը կարող են կորցնել, որովհետև կապված է այդտեղի հետ, այսինքն հնարավոր չի փոխարինել։ Հիմա շատ պարզ բան ասեմ, հա, մեր արտահանումը դեպի Եվրամիություն բացառապես հումք է, գրեթե բացառապես հանքաքար, հումք կամ ամենաշատ մետաղներ, արդեն մշակված հումք,
բայց ոչ ավել։ Իսկ ավելի մշակված ապրանքներ, որոնք ենթադրում են շատ մարդկանց աշխատանքը, հատկապես գյուղատնտեսական ոլորտ կամ արդյունաբերությունը, որը մշակում է գյուղատնտեսական ապրանքներ, պլյուս թեթև արդյունաբերություն եւ այլն, այս ամենը կապված է ԵԱՏՄ-ի շուկայի հետ։ Հիմա հնարավոր չի դա փոխարինել, որովհետեւ ԵՄ-ում կան ոչ տարիֆային սահմանափակումներ, որոնք կոչվում են ստանդարտներ, եւ այդ ստանդարտների միջոցով սահմանափակվում է երրորդ երկրների առևտուրը ԵՄ-ի հետ։ Եվ նույնիսկ ասոցիացիան համաձայնագիրը ստորագրած երկրները, նկատի ունեմ Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, այդպես էլ չկարողացան իրենց տեղը գտնել եվրոպական շուկայում։ Այսինքն, եթե օրինակ Վրաստանում, Մոլդովայում կամ Ուկրաինայում տեղի ունենային տնտեսական հեղափոխությունները, ինչը որ հույս են տալիս ներկայիս իշխանությունների ժողովրդին, մենք կտեսնենք դա։ Այսինքն տնտեսական ցուցանիշները այդ երկրներում բավականին թույլ են, որը ենթադրում է, որ այսինքն Եվրամիությունը առաջարկ չունի տնտեսական։ Պարզ է, որ մնում ենք կախված Ռուսաստանի հետ հարաբերությունից։ Բայց ինչը պետք է անել արդեն, որպեսզի այդ կախված չլինենք, պետք է ընդլայնենք մեր աշխարհագրությունը Ասիայի հետ, Աֆրիկայի հետ, Հարավարևելյան Ասիայի հետ, Հնդկաստանի հետ, Միջին Արևելքի հետ, եւ պետք է գնանք դեպի այս շուկաներ։ Առաջին հերթին պետք է դիտարկենք այս շուկաները։ Այդտեղ սահմանափակումները շատ ավելի քիչ են, այդտեղ շուկաները համեմատաբար ազատ են, եւ այդտեղ, որը ավելի կարեւոր է, այդ շուկաները աճող են։ Եվրամիության շուկան նվազող շուկա է։ Ռուսաստանի շուկան, մեզ համար կարող է աճել, բայց էլի նվազող շուկա է։ Իսկ այս զարգացող երկրների շուկաները, այո, իրանք կարող է պրեմիալ շուկաներ չեն համարվում, բայց ինչ մեծ տարբերություն մենք այդ պրեմիալ շուկայում որևէ տեղ չունենք։ Այսինքն ցանկացած խանութի պանրի բաժին մոտեցեք եւ նայեք, էժան պանրերը հայկական են, թանկ պանրերը օտարերկրյա են։ Այսինքն մենք ինչի մասն ենք խոսում, մենք այդ թանկ ապրանքները չենք վաճառելու, մենք մտնելու ենք թեկուս թանկ շուկա եւ էժան ապրանքներ ենք այդտեղ վաճառելու, բայց այդ պարագայում ինչ տարբերություն։ Այսինքն անլուրջ է ընդհանրապես այս խոսակցություն Ռուսաստան թե Արևմուտք, Ռուսաստան թե Արևմուտք, այս խաղը մեզ բերեց Արցախի կորուստի ու ինքնիշխանության կորուստի։ Մենք պետք է մտածենք ամբողջ աշխարհի մասին, հատկապես մեր տարածաշրջանի մասին եւ այս տարածաշրջանում պետք է հաստատվենք։ Մենք պետք է մտածենք նաև մեր բռնի տեղահանված Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մասին, որոշակիորեն Հայաստանի իշխանությունը փոխել է իրենց նկատմամբ որքան արդեն տարուց ավել 1.5 տարի գործարկվող այդ ծրագրերը օգնության բողոքի ակցիաներ են տեղի ունենում, Արցախայությունը ինչ որ միջափով համախմբվում է եւ ասում է առնվազն մեզ հստակ ասեք ինչ ծրագրերով ինչպես եք մեզ աջակցելու, դա հնարավոր է թե չէ եւ ինչու են այդ ծրագրերի վերջո այսինքն տարից տարի պակասեցվում։ Նախ իշխանությունների համար շատ ցանկալի կլներ, որ արցախցիները արտագաղթեն։ Սա մեկ։ Չկա մարդ, չկա խնդիր, ստալինյան ֆորմուլան։ Շատ վաղուց։ Երկրորդը իշխանությունները չեն ուզում Արցախի հարցով զբաղվեն, թեկուզ Արցախից տեղահանվածներով, արցախցիներով եւ իրենց աջակցեն ֆինանսապես եւ նրանք ուզում են սեփական օրակարգով զբաղվեն։ Առհասարակ դիտարկենք մի հատ էլի, ասենք այս իշխանություններից շահառուները ինչքան են եւ կորուստ ունեցողները ինչքան են։ Մի օրինակ բերեմ, գյուղատնտեսական ոլորտը կորցրեց նախարարությունը, գյուղատնտեսության նախարարություն ունենք։ Եվ այդ ժամանակներից սկսած անընդհատ գյուղատնտեսությունը անկում է ապրում։ Գրեթե ամեն տարի։ Անցած տարի 1.6% աճ է եղել, բայց չի կոմպենսացնում այն կորուստները, որոնք դրանից առաջ են եղել։ Այսպիսով, օրինակ, Հայաստանի բնակչության 1/3-ը կամ մի փոքր ավել, որը գյուղերում ապրում է, ամբողջությամբ, այսպես ասած, կորուստ է ունեցել այս իրենց քաղաքականության պատճառով։ Նման օրինակներ էլի կարելի է շատ բերել։ Մի հատ էլ օրինակ բերեմ, թոշակառուները։ Շատ է խոսում, որ թոշակը բարձրացվել, բայց եթե մենք նայենք այս գնաճի հետ համեմատենք այս թոշակների աճը, իրականում թոշակի նվազում կա։ 2015 թվականի համեմատ իրական թոշակի չափը, կենսաթոշակի մասն է խոսքը, տարիքային այդ կենսաթոշակի չափի մասն է խոսքը, նվազում է։ 2015 թվականի համեմատ մոտավորապես 2%-ով պակաս է հիմա, բոլոր այդ ավելացումներից հետո։ Այսինքն ինչի մասն ենք խոսում։ Այսինքն թոշակառուները կորցնում են, գյուղացիները կորցնում են, սա արդեն բնակչության կեսն է։ Ու եկեք սենց լայնացնենք, արցախցիները կորցնում են, սյունեցիները ինչ են ձեռք բերել։
էլի հսկայական կորուստներ ունեն։ Առհասարակ այս քաղաքականության շահառուները շատ քիչ են եւ ուղղակի շատ ինտենսիվ է PR-ը, որը թույլ է տալիս, այսպես ասած, այս ամենը կոմպենսացնել։ Հիմա հետ գանք արցախցիներին։ Արցախցիները իմ կարծիքով շատ ավելի կազմակերպված պետք է լինեն, որպեսզի իրենց իրավունքների համար պայքարեն, որովհետև հույս ունենալ, որ այստեղի, այսպես ասած, ազգամետ հատվածը բնակչության իրենց միշտ աջակցելու է, մի կողմից ճիշտ է, մյուս կողմից մենք տեսնում ենք, որ այս մարդիկ անընդհատ էլի ցույցերին դուրս են գալի աջակցում են, բայց թվով շատ չեն եւ երկրորդը արդեն քանի որ մարդիկ ուղղակի սովորել են, որ այս ցույցերը ոչ մի բանին չեն տանում, շատ ավելի քչացել է մասնակցությունը եւ այսպիսով արցախցիները առաջին հերթին պետք է կազմակերպվեն, որպեսզի իրենց իրավունքների համար պայքարեն։ Այո, շատերին վախեցնում են, որ այ գործից կազատենք, որ նպաստը կչեղարկենք եւ այլն, բայց հիմա արդեն հասել է, որ նպաստերը իսկապես չեղարկում են։ Եվ այստեղ մարդիկ պետք է մտածեն, լավ, այս փոքր նպաստի համար արժե իրավունքներից հրաժարվել, թե ոչ։ Այսինքն առաջին հերթին իրենց իրավունքների համար պետք է պայքարեն արցախցիները, ինչքան իրանք կազմակերպված լինեն, ինչքան իրանք հետևողական լինեն, ինչքան իրանք ունակ լինեն ճնշնես իշխանություններին, սեփական օրակարգ ունենան, պահանջեն, այդքան ավելի շատ իրենց իրավունքները կկարողանան պաշտպանել եւ ինչքան իրանք զանգվածային մասնակցեն, միայն Երևանում 40,000 արցախցի ապրում է պայդրությամբ կամ 45,000։ Ինչու իրանք բոլորը չեն աջակցում այս օրակարգին, ցույցին շատ ավելի քիչ մարդ է եկել, հա, ու ոչ միայն արցախցիները։ Այսինքն արցախցիները պետք է կազմակերպվեն, պետք է պայքարեն իրենց իրավունքների համար եւ միայն այն պարագայում իրանք հաջողության հավանականություն ունեն, միայն այն պարագայում իրենց աջակցել են նաեւ մյուս քաղաքացիները, անշուշտ, որովհետեւ ամեն դեպքում բնակչության մեծ մասը աջակցելու է արցախցիներին, բայց հնարավոր չի աջակցել ինչ որ մեկին, ով որ իր իրավունքների համար չի պայքարում։ Այո, ես հասկանում եմ տրավմա եւ ես հասկանում եմ ստրեսը եւ այլն, բայց ավելի լավ է հիմա պայքարել շահերի համար, քան թե հետո մտածել, բա ոնց սենց եղավ։ Եվ սա վերաբերում է իհարկե ողջ Հայաստանին, բայց տվյալ դեպքում դուք արցախցիների մասին հարցրեցիք եւ պատասխանեցի։ Շնորհակալ եմ մեր վերաբերյալ ընդունելու համար։ Armenia Today YouTube-ի անալիքի հետևորդին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ զրուցեցի քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ, շարունակեք հետևել մեր Խոսում ենք գլխավորի մասին նախագծին։